Ըստ ձեզ հիմա երբ ոստիկանների թիվն այդքան աճում է, տեխնիկապես վերազինվում են, կրիմինալը մեր երկրում ավելի պակասում է, թե ծաղկում է։ Դե գիտեք, ուն ժամանակներն նույնպես է փոխվել, որ ես առաջվա ավելի շուտ մարտեմ, այն ժամանակ կռի որանում էին, ձեռքով խփում էին ամեն ինչ։ Հիմա միայն զենք ու դանակ են օգտագործում։ Հիմա մարտը ինքն էլ է փոխվել, ինչ ասեմ։ Պարզապես դաստիարակության հարց է, ժամանակների հեռուստատեսության էշություններ ցույց տալու հարց է։ Այն ժամանակ ոչ մի անդաստիարակ բան, հիմա ինչ ասես ցույց են տալիս եւ պորնո եւ չգիտեմ ինչ, ամեն ինչ ազդում է մարդկանց վրա, այդ ձևել մեծանում են, տեսնում են կինոներ, ոնց են սպանում, ոնց են թաքնվում, այն ժամանակ ոնց կարող էր կրիմինալը հանգարց հանցագործություններ ու չբռնվեր։ Հիմա ցույց են տալիս, ոնց է ազատվում, ոնց է փախնում, մի բան էլ ուրիշ է։ Մեր քաղաքը անվտանգ համարում եք։ Այո, ամենայն դեպս ես իմ համար անվտանգ եմ համարում ամեն ինչով։ Մեր քաղաքում կրիմինալը ի հակառակ այդ ոստիկանների թվի աճին, տեխնիկապես վերազինվելուն, ըստ ձեզ որպես քաղաքացի ավելի պակասում է, թե ծաղկում է։ Ըստ ինձ պակասում է։ Քիչ եք տեսնում սպանություններ, տենց հաշվարկներ։ Սպանություններ շատ ենք տեսնում ավելի, բայց հաստատ այն ժամանակվա համեմատ ավելի պակասել է։ 40 հոգի հավաքվել էին, թող գային ստեղից մարդկանց գյուլեին։ Դուք դա ինչով եք պայմանավորում, մեր իրավապահներն իրենց տեղում չեն։ Հետո է իր տեղում, որ Փաշինյանն իր տեղում է։ Ամբողջովին թափառում է։ Մեկը ստեղա, մեկը ընդեղա։ Երբ որ Փաշինյանը կնստի տեղը, մնացածին է կդնի տեղը։ Բայց ինքը չնստելու, նրանք իրենց տեղում չեն ելնելու։ Եվ մի հարց էլի, ինչով եք պայմանավորում դա, որ վերջին տարիներին ոստիկանների թիվն աճել է, տեխնիկապես վերազինվել են, բայց կրիմինալը ծաղկում է։ Մարդը իշքան կներեք արտահայտությանս ցռան առնում, այնքան պատերը բարձացնում է իր տան։ Նույնը Փաշինյանն է, իշքան վախը շատանում է իր մեջ, իր ոստիկանները շատանում են։ Ստե ոչ մի բան չկա, արտարոց։ Ասում ինչ ցանեցիր են քաղելու ես։ Իրանք ինչ ցանել են, այսօրվա իշխանությունները 7-ից 8 տարի է։ Նա բանթամրա բիզնեսն ասենք ազատականացրել են, ոչ օրինական, ասենք օֆիցիալ օրենք չի ընդունվել, բայց փաստացի է դա հանցավոր աշխարհի հետ կապված հետները համագործակցում են։ Անտեր վիճակա, ոստիկանությունը զբաղված է քաղաքական հետապնդումներով, եկեղեցականներին, բարձրաշյան բաներին, եկեղեցական անձանց, քաղաքական գործիչներին, բարերարներին, դրանց մասով քրեական գործ հարուցելու, չգիտեմ, դատարաններում դրանց ներկայությունը ապահովելու այդ կալանքը որպես խափանամիջոց կիրառելու։ Այսինքն ոստիկանությունը ամբողջ լծված է այսօրվա իշխանությունների անվտանգությունն ապահովի, մեկ էլ շինծ ու կեղծ քրեական գործերն հարուցելով ու դրանց մասով ընթաց տալու։ Պարզավոր անտեսել են այդ ամեն ինչը, իրանց ձեռը տալիս է իրավիճակը, այնքանով է ձեռ տալիս, որ երկրի մեջ, ժողովրդի մեջ վախ, անվստահություն, ատելություն առաջանա, ասենք թեկուզ այդ կրակոցները ինչի արդյունք է։ Բանի ատելության արդյունքն է, մեկ է հանցավոր աշխարհին թողտվության, գործնեության հետ կապված ազատ գործում են նրանք։ Սրա արդյունքն է, ուրիշ բան չեմ տեսնում։ Այսօրվա իշխանությունների ցանածն է, իրանք քաղում են, ցավոք սրտի մենք էլ։ Եվ մի հարց էլի, վերջին շրջանում, երբ ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես ավելի վերազինվում են, վերապատրաստվում են, ձեր կարծիքով սրան զուգահեռ կրիմինալը ավելի նվազում է, թե ծաղկում է մեր երկրում։ Այդ բոլորը ոստիկանության հետ կապված չի արվում կրիմինալի հանցավոր աշխարհի դեմ, դա արվում է երկրում բռնապետություն ստեղծելու համար, բնակչությանը վախի մթնոլորտի պահելու, եթե հանգարց ընդվզեն գործող օրենքի սահմանադրությամբ ամրագրված եւ նաեւ հավաքների մասին օրենքով դուրս գան փողոց իրանց դժգոհությունն արտահայտելու համար այդ ոստիկանության այդ իր լավ արդեն վերազինված թե ջուր ցանող մեքենաներով, թե դուբինկաներով, թե նաեւ համապատասխան զենքերով, որոնք ռեզինե գնդակներ են կրակում, դրանցով ժողովրդի ցասումը խեղդելու, ժողովրդին ստրկության մեջ պահելու միջոց օգտագործելու համար, ուրիշ ոչ մի բանի համար չի։ Այլապես եթե համեմատենք բանակի հետ, որ մեր անվտանգությունը ապահովում, բանակում սովորական սպան, որը պայմանագրային սպան, ասենք, ծառայություն է մատնում իրականացնում առաջնագծում,
250 ինչքան գիտեմ 180-ից մինչև 250,000 դրամ։ Պարեկը ստանում է 500,000, 400,000, ըստ կոչումի նաև ավելի շատ։ Իրենք պարգևավճարներ են ստանում 7 միլիոն, 11 միլիոն։ Նրանք թքած ունենան հեռի մեր զինվորներից, նրանց այնա Նիկոլ հեռացի արդեն երիտասարդությունն է ասում այդ նույն բաները։ Էսա այս երկրի ցավոք սրտի իրականությունը, մենք առերեսվելու ենք ավելի վատ վիճակի հետ։ Աստված մի արասի, արդեն ադրբեջանցիները այստեղ հրապարակից վերադարձել են հայրենիքս, նյութեր են գցում YouTube-ում ցույց տալի։ Մենք կարանք հայերից ունենք մի հատ փաստ, որ գնացել են Բաքու, տենց վստահ ձևով ներկայացել, որ Բաքվում քանի 100,000 էր ապրում, մինչև հայաթափվել է Բաքվի։ Խոսքը գնում են մինչև 250-300,000 հայերի մասին, ամբողջ Ադրբեջանում 500,000։ Մի անգամ էս իշխանությունը խոսել է, որ արևմտյան Ադրբեջանի փաստով Ալիևը անդադ նշմապուտի վերադառնանք 300,000, շուտով 1 միլիոն է կսարքեն։ Մի անգամ ծղրտացել են, թեկուզ սկսած ազգային ժողովի նախագահից, տեղակալից, վարչապետից, իր տեղակալներից գոնե ասեն, որ Սումգայիթում, Բաքվում, Դաշկեսանի հատվածներում, ինչի՞ չէ նաև Շահումյանում Արցախի կամ այսօրվա Արցախի ամբողջ տարածքի բնակչության հետ կապված հետ վերադարձի հարց բարձրացրել է, չէ։ Այնքան ամենաթողությունը պատել է, օրը ցերեկով սպանում են, կրակում են, դա այդքան մարդ կա։ Իմ այդ թորը դուրսներ ես անգամ վախենում էի։ Միգուցե այդ պահին տեղով էր անցնում, ո՞նց կարելի է։ Ամեն ինչը տեսնում են, ամեն ինչը բռնում են, դուք արեք բոլորը ձեր գործերը։ Ձեր գործն արեք, միլիցիայություն ունեք։ 44-օրյա պատերազմից հետո երևի Հայաստանը այնքան անօրինական զենք է մտել, որ հայտնվել է այն զենքը այն մարկանց ձեռքում, որին զենք պետք է չտային։ Ու ասում են զենքը նույնիսկ կախած ժամանակ մյոն կրակում է։ Իհարկե, դիտպես է լիներ։ Չեմ ընդունում դա։ Ամեն մեկը ամենաթողությունը, ես չեմ, ինչ ժողովրդավարություն, անարխիա է դառել, ժողովրդավարություն չէ։ Ինչ ուզում եք արեք, իրանց համար լավ լինի։ Ժողովուրդը ոնց ուզում է թող ապրի։ Դրանից տարիներ առաջ ավելի վատ բաներ ա եղել։ Այս դեպքեր բոլոր երկրներում են լինում եւ մեր երկիրը ամենաառաջատարն է անվտանգությունից։ Հասկանում եք, իսկ դեպքերը ամենաառաջի տեղում են, որ երկիրը իրանց մոտ էլ դեպքեր լինում է։ Դա չեմ ասում նորմալ է, բայց պետք է փորձել զրոյացնել դες բանը։ Այսինքն ամենևին չեք կարծում, որ կրիմինալը մեր երկրում ծաղկում։ Ոչ, չեմ կարծում։ Վտանգի տակ է, ամենևին ոչ մի լավ բան լավ չի հիմա։ Վտանգավոր երկիր է դարձել։ Ահա որ վիճակա չգիտեմ ինչ պետք է լինի վերջը։ Ուղղակի լսել եմ, ոչ մի մանրամասներ չեմ կարող ասել։ Վերջին շրջանում մենք լսում ենք, որ ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, վերապատրաստվում են։ Ըստ ձեզ այդ ամեն ինչին զուգահեռ կրիմինալը երկրում ծաղկում է, թե նվազում է։ Ծաղկում է, միշտ է ծաղկում է։ Չի նվազում, չենք նկատել, միշտ էլ սպանություններ, կռիվներ, կոպիտ ասած ռազմորկաներ, ոնց որ նախկինում ա եղել, նենց էլ հիմա շարունակվում ա, նենց որ շատ բան չի փոխվել դեպի լավը։ Չեմ ասել ամենաթողա, չկա այդ ձև բան, կամ կրիմին, հիմա ես ասենք ստեղ 4-5 հոգով որ հավաքվենք, մի 5 րոպեվա մեջ իրար խփենք, սե ով ա մեղավոր։ Հիմա ասենք 5 հոգով ստեղ հավաքվում ենք ու իրար խփում ենք, ով ա մեղավորը։ Ձեր կարծիքով այդպես արագի մեջ է եղել, քաղաքացիները, բնակիչները պատմել են, որ 10 րոպեից ավել լսել են ձայներ։ Ուրեմն ամենանհարգանքով մեր քաղաքացիների նկատմամբ ովքեր լսել են այդ ձայները, ըստ իմ սուբյեկտիվ կարծիքն է, լուսամուտներից որ տեսել են մարդաշատ այդ միջավայրը, որտեղ ոնց որ դուք եք ասում ռազմորկա է գնում, այդ քաղաքացիները պետքա չէին մենակ սահմանափակվել իրանց տեսնելով։ Քաղաքացիները շատ պետքա ահազանգել էին ոստիկանություն եւ ասել էին հարգելի ոստիկանություն, մեր շենքի դիմացը 40 հոգի մարդիկ են հավաքված, իրար հետ բարձր տոնությամբ խոսում են, կարող է եւ նաեւ խփոցին լի իրար սպանեն, խնդրում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այստեղ։ Քաղաքացին առաջին հերթին պետք է ահազանգ գտա։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքով։ Նաեւ քաղաքացին, որ ահազանգ տալու է, հարգաժան իրավապահ մարմինները պետք է այդ քաղաքացուն ամենալրջությամբ հետևեն եւ այդ ահազանգը վարկյանների ընթացքում ի գիտություն գործ ընդունեն եւ կան դեպքի վայր։ Մենք ունենք նաեւ շատ դեպքեր, որ շատ սիրելի քաղաքացիները շատ հարցերում ահազանգ են տալիս, կռիվ անողները ավելի հեշտ են պրծնում, ավելի
քիչ են չարչարվում, քան ահազանգ տվողը։ Հիմա ահազանգ տվողն էլ ասում է, գիտեք ինչ, ինձ շատ պետք, ես ահազանգ տամ, ընկնեմ քաշքշուկի մեջ։ Այս մի հատ հարց կա, քաղաքացի ոստիկանություն, որ պետք է այս հարցը հարթվի։ Որ շատ սիրելի քաղաքացին ահազանգում է շատ սիրելի ոստիկանությանը, այն կռիվանողները ավելի հեշտ չպրծնեն, քան ով որ ահազանգի որով հայտնել է։ Այ մարդիկ խուսափելով այդ քաշքշուկներից ալարում են ահազանգեն, այ ունանում են այցև դեպքեր։ Ես չի ասի, ասենք չի կարող ամեն քաղաքացու հետևից 10 հատ ոստիկան օրեկան ֆռա։ Նախ քաղաքացիները հասուն մարդիկ են, պետքա, գիտես ինչ, ինձ համար ամենաուժեղ, ամենախելացի մարդիկ իրար չեն սպանում։ Ուղղակի շատ արագ կար ժամանակում խոսակցության մեջ իրար հասկանում են։ Ինձ համար թույլ մարդիկ են իրար սպանում, թույլ մարդիկ։ Այո, թույլ մարդիկ են իրար սպանում, ուժեղ մարդիկ իրար չեն սպանում։ Ուժեղ մարդիկ մտնում են խոսակցության մեջ եւ շատ գրագետ, գերազանց խոսակցության արդյունքում սահմանափակվում են իրանց մեջի եղած խոսակցությունները, այլ ոչ թե իրար սպանում են։ Հիմա ինչ եղավ։ Մեռնողները մեռան, դատվողները կդատվեն, հետո բայց կարելի էր ասենք իրար չսպանեին, չդատվեին, չմեռնեին, ուղղակի գրագետ խոսակցություն բռնկվեին եւ խոսակցության մեջ իրար հասկանային։ Այս ես չեմ համարում պետությունը թույլ է, բարդակ վիճակ է, պետությունը այնտեղ նստած, ես է պետության մի մասնիկ, այստեղ ինձ համար քայլում եմ։ Ինչ որ մարդկանց հետ ինձ էլ լիքը խնդիրներ ունեմ, լիքը խոսակցություններ ունեմ, բայց գիտեք ինչ, ես իմ խոսակցությունը այնպես եմ հարթում, որ հարցը չանի սպանություններին։